Ընդդիմադիր հիմնադիր խորհրդարան շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը դադարեցրել է հացադուլը մոր խնդրանքից հետո։ Ազատության զրույցում կինը Լիա Պողոսյանն ասաց, որ 2 օր առաջ մայրն ու եղբայրն այցելել են Նուբարաշենի բանդում պահվող Պողոսյանին հորդորել դադարեցնել արդեն 1 ամիս տևող հացադուլը։ Ուղղակի խնդրել հորդորել է ու հաշվի առնելով, որ հունվարի 21-ին էլ Ներսեսի հոր մահվան տարելիցն է, ուղղակի լսելով մոր խնդրանքը Ներսեսը դուրս է եկել հացադուլից։ Ահավորնի հարածը ասում է, ձեռքերը սառը, ամբողջությամբ սառը, չեն ոնց որ արին ասում է չխաղա, ինքը գունատ, դժվարությամբ է խոսում, տեղաշարժում է մի քանի օրը վերջի։ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանն Ազատությանը փոխանցեց, որ Ներսես Պողոսյանի վիճակը գնահատվում է բավարար եւ որ եթե կարիք լինի, ապա մոտ 1 ամիս սնունդ չընդունած կալանավորին կարող են տեղափոխել հիվանդանոց։ Բավարար է առողջական վիճակը, եթե կարիքը լինի, դրա տեղափոխ։ Մեղքը չընդունող Ներսես Պողոսյանը հացադուլի միջոցով իշխանություններից պահանջում էր ազատ արձակել իրեն 3 անչափահաս որդիներին եւ գործազուրկ կնոջը խնամելու համար։ Նա մեղադրվում է Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կողմից 2016-ին ապօրինի կերպով զենք փոխադրելու եւ դրանց կիրառմամբ Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Սեֆիլյանը եւս չի ընդունում մեղադրանքը, պնդելով ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Ներսես Պողոսյանի ընտանիքն իր հերթին պնդում է, որ ենթարկվում է հետապնդման հասարակական ակտիվության համար։ Մասնավորապես 36-ամյա տղամարդը հայտնի է Էլեկտրիկ Երևանի բողոքի ակցիաներից։ Չնայած հասարակական ակտիվությանը, պնդում է, որ Սեֆիլյանի հետ անգամ ծանոթ չի եղել։ Նրա ղեկավարած հիմնադիր խորհրդարանին չի անդամակցել, ընդդիմադիր գործ չի դեմել, ցուցմունք չի տվել։ Պողոսյանին անցած ուրբաթ են այցելել միջազգային Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչները։ Ընտանիքը դիմել էր միջազգային այս կառույցին, նշելով, թե իշխանությունը չի արձագանքում նրա բողոքին։ Լիա Պողոսյանն ասում է, որ այցից հետո Կարմիր խաչի ներկայացուցիչը զանգահարել է իրեն եւ մանրամասներ հաղորդել։ Այցելել էր, հետո զանգեց ինձ, ասաց, որ Ներսեսի վիճակը այդ 30 օրվա համեմատ ասաց ոչինչ բավարար էր, Ներսեսը ոչ մի բանից չէր դժգոհել, դա իր բնավորության մեջ է։ Այդպես առանձնապես էլ ոչ մի բան չասեց, ինքը շեշտեց, որ չի կարող որևիցե կերպ միջամտել քրեական գործի մասով, նրան միայն հետաքրքիր էր Ներսեսի պահման պայմանները, առողջական վիճակը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մամուլի պատասխանատու Զարա Համատունին Ազատությանը փոխանցեց, որ այցի վերաբերյալ մանրամասներ հայտնել չեն կարող։ Ի պաշտպանություն Պողոսյանի սոցիալական ցանցերում ստորագրահավաք է մեկնարկել։ Լիա Պողոսյանն ասում է, որ մի քանի օրվա ընթացքում 1 տասնյակ մարդ է միացել ստորագրահավաքին, երաշխավորելով, որ Ազատության մեջ Ներսես Պողոսյանը չի խոչընդոտի նախաքննությանն ու չի փախչի երկրից։ Ստորագրել են Ռուբեն Հախվերդյանը, իր խմբի երաժիշտները, 3 հոգի, ռեժիսոր Հրանտ Վարդանյանը, նկարիչներ Մարտիրոս Բադալյանը, Գևորգ Ջավրուշյանը ու դեռ էլի շարունակում ենք դիմել մարդկանց, ովքեր ինչ-որ չափով լսել են, գիտեն Ներսեսին, որ պատրաստ են ստորագրել։ Հասմիկ Պապյանն էլ ես տեսա, ինքը ինտերնետով գրել էր, որ միանում է, պետք է կապվեմ հետո, որ ինքը հենց այդ թուղթը ստորագրի։ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն այսօր օրվա 2-րդ կեսին այցելել էր նրան։ Պնդում է, որ պաշտպանյալը բժշկական հետազոտության կարիք ունի։ Պողոսյանն արդեն նամակ է գրել Նուբարաշեն քրեակատարողականի ղեկավարությանը, խնդրելով իրեն տեղափոխել Բուժմաս։ Աշկերից էլ բողոքում, ասում է խնդիրներ ունի Աշկերի հետ։ Չգիտեմ դա տեսողության հետ է ճնշվել, բայց ասում է, որում դա իր դեմքինելով տեսնում է, որ Աշկերի հետ կապված խնդիր կա։ Ոտքերն են բավականին ուղղված, ինչպես նշեցի, եւ ընդհանուր շփոթվածությունը կար։ Մեղքը հաստատվելու դեպքում Ներսես Պողոսյանին սպառնում է 3-ից 8 տարվա ազատազրկում։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցած շաբաթ Ազատությանն ասել էր, թե Ներսես Պողոսյանի իրավունքն է հացադուլանելով ուշադրության արժանանալ։ Նա ակնարկել էր, որ չեն պատրաստվում ազատ արձակել նրան։